Հանցագործության դրդապատճառները որպես կանոն լինում են բազմաշերտ։ Մասնագետների գնահատմամբ մարդու վարքագիծը չի ձևավորվում միայն մեկ գործոնի ազդեցությամբ։ Այն կարող է լինել երկարատև գործընթացի արդյունք, երբ կուտակված լարվածությունը ու չլուծված խնդիրներն են ժամանակի ընթացքում հանգեցնում ծայրահեղ քայլերի։ Մարդու որոշումների վրա ազդեցություն ունեցող գործոններից մասնագետները առանձնացնում են սթրեսը, սոցիալական ճնշումները, տնտեսական դժվարությունները եւ միջավայրի ազդեցությունը։ Կախված նրանից, թե այդ գործոնները ինչպես են համակցվում եւ ինչպես է անձը իր վրա ազդող տարբեր գործոններ արտացոլում, դրանով պայմանավորված են մենք կարող ենք ունենալ վարքի տարբեր դրսևորումներ։ Փորձն է իր որոշակի կոնկրետ իրավիճակն է այս պահին, այլ նաեւ թե ինչպես է ինքը գործոններին արձագանք տալիս։ Միանշանակ չեն կարող ասել, որ դա միայն ներքինն է, եւ միանշանակ չեն կարող ասել, որ դա արտաքինն է, այսինքն դա երկուսի համադրությունն է։ Մասնագետները ահազանգում են սոցիալական ցանցերը դառնալով առօրյայի անբաժանելի մաս կարող են բացասական ազդեցություն ունենալ հասարակության վրա, քանի որ համացանցում ձևավորվում է ոչ միայն տեղեկատվական դաշտը, այլև մարդկանց վարքագիծը։ Ասում են, որ հանցագործությունները ճակերտավոր կարող են ունենալ վարակման էֆեկտ։ Դա ոչ թե գիտակցական մակարդակ է, այլ ենթագիտակցական մակարդակով ինքը այդ վարքի ձևերը վերցնում է եւ ավտոմատ իր գործողությունների վրա վերցնելով արդեն սկսում է ինքը նույնպես նման դրսևորումներ ունենալ։ Ցավոք սրտի այդ մեխանիզմը նույնպես կա։ Մասնագետների գնահատմամբ տարբեր իրավիճակներից կախված հուզական ազդակների արդյունքում հանցագործություն կատարած անձը սեփական գործողությունների վերլուծությունից հետո զղջում է կատարած արարքի համար ու անում անհրաժեշտ հետևություններ։ Խնդիրների վերացման հարցում մասնագետները կարևորում են վերահսկողական մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը։ Պատժելիությունը իհարկե անտեսանելի դաշտ է, որովհետև չի հանրայնացվում այն, թե ինչ է լինելու մարդու հետ, եթե նա այսպիսի հանցանք գործի, սա չկա ոչ դպրոցական, ոչ բուհական կրթության մակարդակում։ Սենսացիոն հաղորդագրությունների առավել լայն տարածումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ նախընտրում են տեսնել, լսել եւ իմանալ այն ամենը, որոնք սովորական պայմաններում տեղի չեն ունենում, նկատում են մասնագետները։ Այդպիսի տեղեկությունների տարածումն էլ նրանց դիտարկմամբ հանգեցնում են ոչ նորմալ վարքային դրսևորումների, շեշտելով, որ նման վարքագծերը ավելի բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա, խնդրի լուծման համար մասնագետները առաջարկում են նրանց զբաղվածության համար մեխանիզմներ մշակել։ Երիտասարդների, ուսանողների, անչափահասների համար կան որոշակի կոլեկտիվ պրոյեկտներ հանրային, որտեղ իրենք կարողանային գնալ եւ ինքնահաստատվել, դառնալ կրեատիվ եւ ցույց տալ իրենց։ Եվ ահա նեգատիվ վարքագիծն է առաջարկվում որպես ինքնադրսևորման, ինքնահաստատվելու մեխանիզմ։ Իդեպ դրանով է նաեւ պայմանավորված դպրոցներում բուլինգի տարածումը մեզ մոտ, որովհետեւ երիտասարդները սկսում են ինքնահաստատվել միմյանց հաշվին։ Մասնագետները շեշտում են, խնդրի լուծումը միայն պատժի խստացումից չէ, որ կախված է, անհրաժեշտ է նաև կանխարգելում կրթական, սոցիալական եւ վերահսկողական մեխանիզմների միջոցով։ Նրանց կարծիքով հատկապես կարևոր է դեռ վաղ տարիքից ձևավորել առողջ արժեհամակարգ, ապահովել երիտասարդների զբաղվածությունը եւ նվազեցնել բացասական տեղեկատվության ազդեցությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։